ունի նույն կործանարար նշանակությունը, ինչ գենոցիդը։ Այս տարի էլ գարունը սկսվեց ծառահատմամբ։ Երևանի քաղաքապետարանի առջև այսօրվա բողոքի ակցիայի նպատակն էր հասցնել փրկել դեռ չհատված, բայց քաղաքային իշխանության կողմից արդեն իսկ առանձնացված ծառերը։ Որովհետև հաջորդը Ամիրան փողոցն է լինելու, Ավինյանը հասել է Ամիրանին։ Հուդայա ծառերով փոխարինումը միգուցե հնարավոր է դեռ կանխել։ Նրանք վախենում են նորմալ, մտածող, խղճով մարդկանցից եւ այդ ծառ հատումը դա այդ մարդկանց կոտրելու մի ձև է։ Հենց որ խնդրում եմ, չենք կոտրվում։ Ծառերը նոր բողբոջում էին, սակայն կանաչել չհասցրեցին։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու իր աշխատակիցները այլ սցենար էին նախատեսել նրանց համար։ Մի քանի օր առաջ Երևանի կենտրոնի բնակիչները արթնացան սղոցների ձայնից։ Բնությունը ազգություն չի ճանաչում, այսօրվա ակցիայի օտարազգի մասնակիցներն էին ասում։ Ծառեր չկան, սա վատն է, ծառեր կան, սա լավն է։ Ես կանաչ եմ, ինչու ձեզ քաղաքը կանաչ չի։ Օրինակ Ուռենի եւ Խնձորենի ներկայացող աղջիկներից մեկը ռուսեր, մյուսը ֆրանսուհի։ Իմ բոլոր ընկերները գնացին, ես իմ հերթին եմ սպասում, շատ հուսահատ վիճակ է, վաղը մյուս օրը ինձ էլ կկտրեն, դուք գիտեք ես երբ եմ մահանալու, ձեզ չեն ասել։ Ես դեռ խնձորներ ունեմ վրաց, դա լավ է, ինձ չեն կտրի, երևի վերջին խնձորենին եմ փողոցի։ Ինչ տխուր է։ Այո, տխուր է։ Ծառից էլ 3 խնձոր չի ընկնի, քանի որ էլ ծառ չկա, կենտրոն թավամաս եւ նմանատիպ այլ գրառումներով պաստառները, ելույթները, պերֆորմանսները չհամոզեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկին իջնել եւ պատասխանել ակցիայի մասնակիցներին հուզող հարցերին։ Իրականացվում են կենսունակության ավարտին մոտ գտնվող հիվանդ, ծեր, դեֆորմացված թեղիների փոխարինման աշխատանքները հուդայածառ եվրոպական ծառատեսակով փողոցը փորձում ենք բերել միատարության։ Սա կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության հողակի տնօրեն Արմեն Բեգոյանի բացատրությունն էր ծառահատումից հետո։ Մինչ ոմանք հատումները ծառերի սպանդ են անվանում, քաղաքային իշխանությունը այլ կերպ է բացատրում։ Վատն էին ծառերը, կենսունակության ավարտին մոտ էին։ Որդու բլոճը ծառերի տակ եւ մի 10 օր հետո ծառերի վրա ունենում ենք նույն տեսարանը, ինչ ունեն մենք։ Եթե այսպես պատատվենք եւ նայենք, տեսնում եք ամբողջ, սա էլ է ուռուցք։ Այս ծառը չի, այսի ծառը հենա։ Դուք տեսեք ինչպիսի ուռուցք ունի։ Հիմա կասեք ինչու ենք պահել այս ծառը։ Ծառը պահել ենք միայն մի հանգամանքից ելնելով, որ ստվերը անմիջապես տենց չկտրվի, եթե մեր հանրությունը մի քիչ դրա մասին է մտածում եւ մեր միակ ամենակարևոր մոտեցումը եղել է այս ծառին, որ մենք գտնենք այնպիսի ծառեր, որը մոտակա մի 2-3 տարվա մեջ տապալման վտանգ չունեն։ Բեգոյանը պնդում էր, որ սոսիներին, կաղնիներին ձեռք չեն տալիս, իսկ երևանցիներին թխկիներից փրկել է պետք, հիվանդ են, իսկ ինչու հիվանդին չբուժեցին։ Քիմիական վերգետնյա պայքարը անարդյունք էր ըստ Բեգոյանի։ Բնապահպան ակտիվիստները սակայն իրենց պաստառներով պահանջում էին ծառերը փրկել քաղաքապետարանից եւ հենց Բեգոյանից։ Իրանք մեզ նկարում են մի երկու հատ ծառ փտած։ Քաղաքում լիքը փտած ծառ կա, որը չեն հատում։ Բայց ձեռի հետ էլ հատում են առողջ ծառեր, որ մենք տեսնում ենք, որ առողջ է։ Ես օրինակ այդ ծառերի հետ Աբովյանի վրա այդ գորտնուկավոր ծառերը, որ ասում է, այդ թեղիներն են, չէ՞, սև ծառերով։ Ես հիշում եմ, որ հետևը պահկվում էի, որ հայրս ինձ տուն չտանի։ Ամեն մեկը մի հիշողություն ունի, ճիշտ է։ Այս ամբողջը պետական հանցագործության ուղին բռնած մարդկանց պաշտոնյաների գործ է։ Օրինակ, կխնդրեմ պարոն Ավինյանին, օրվա մեջ 2 անգամ փողոցը անցնի, ընդերից ընդեղ։ Ու արևի տակ կանգնի, տեսնի ինչ է կատարվում իր հետ ու անցնում ասած։ Այս ցախավելները, որ ծնգած են, դրա տեղը կարող լիներ կամար, կանաչապատ, այդտեղ կարող լիներ ծառեր, մարդ անցնելուց հաճույք ստանալ։ Այս ուղղակի ծառհատում չի, սա ձեր պատմությունն է, որը հատվում է։ Ոչնչացվում է քաղաքի բնաէկոլոգիական կմախքը, ինչը վերականգնելը չափազանց բարդ է լինելու, պնդում էին բնապահպան ակտիվիստները։ Ոչ մի ռեֆորմ էլ հեշտ չի ընդունվում, քաղաքապետարանի պատասխանն է։ Գիտական ոլորտի հանրությունից
որպես ոլորտային մասնագետ, ես բացի գովեստի խոսքերից որևիցե այլ խոսքեր չեմ լսել, սա ֆիքս են։ Գովասանքի խոսքերը այդուհանդերձ այդպես էլ չհնչեցին այսօր, փոխարենը քաղաքապետարանին հիշեցրեցին, ինչի մասին էր Թամանյանի ստեղծած Երևանը։ Թամանյանը սիրում էր մարդկանց, որոնք ապրում էին Երևանում եւ Հայաստանում, եւ Թամանյանը հասկանում էր, որ Երևանը պարզապես չի կարող գոյություն ունենալ առաջին հերթին առանց կանաչ տարածքների։ Կանաչ Երևան, կանաչ։ Տարածման պլանը Թումանյան փողոցում քաղաքային իշխանությունը դեռ անցած տարի 70%-ով արդեն իսկ իրականացրել էր։ Բեգոյանի խոսքով Գարնանը կշարունակեն հատել Թումանյանի եւ Մելիք Ադամյանի ծառերը։ Ծառահատները այս տարի դեռ 2 փողոց էլ պիտի այցելեն՝ Ամիրյան, Հալաբյան։ Ակցիայի մասնակիցներն այսօր իրենց բողոքի խոսքն ավարտեցին հատված ծառերի փողոցներում քայլերթով։